Давайте, կացենք։ Արեք։ Ներողություն մի բան հարցնենք, էլի։ Կարող եք ասել ինչպես եք։ Եվ ինչ ընտրություն կատարեցիք, հանուն ինչի, ինչ որ գաղափարախոսություն հատուկ։ Ոչ։ Այսինքն հենց այնպես ընտրություն եք արել։ Այո։ Ձեզ գոհացնում է այն ինչ աշխատանք որ արել է ձեր հետ այս ընթացքում։ Ոչինչ չունեք ասելու։ Ոչ։ Ինչու՞։ Միգուցե ռուսերեն ձևակերպենք հարցը։ Եթե կարողանաք։ Մտանք։ Ինչի՞։ Հանունում եք ձեր քնկատ։ Հանուն, կայուն և խաղաղ Հրազդանի։ 14 տարի այդպես եք քվեարկել։ Ես 14 տարի տեսել եմ հրազդանցունին թիկունքին իր աջակցությունը։ Իսկ հրազդանցին։ Հրազդանցին էլ տեսել։ Ինչ եք արել հրազդանի համար օրինակ 14։ Բազմաթիվ խնդիրներ ենք լուծել Հրազդանի համար։ Օրինակ կբերեք։ Գիտեք, քաղաքաշինական խնդիրներ ենք լուծել մենք։ Քաղաքաշինությունը դա շարունակական ծրագիր է։ Ամեն օրինակ 4 տարի մեկ տանիքների վերանորոգումը, ասֆալտապատումը, եւ աղբանությունը, սանմաքրումը, ծնամաքրումը, բազմաթիվ խնդիրներ, այսօր ջուր։ Գիտեք, տեսեք, sense բան կա։ Հրազդանը առանձնահատուկ քաղաք է 7 գյուղերի վրա ձևավորված 192 կիլոմետր ճանապարհ եւ 1200 նրբանցք եւ փողոց գյուղեր կան 7 գյուղերում կան բազմաթիվ նրբանցք եւ փողոցներ բնականաբար այդքան համայնքի բյուջեով մենք չէինք հասցնի որը ասֆալտապատել բայց գլխավոր բոլոր խնդիրները լուծել դա եթե դա այդպես չեն կարող հրապարակված են արդեն ոչ այդ հրապարակել ենք մենք մեր նույթերում դուք կվերցեք եւ կարդ քաղաքապետարանի աշխատակիցներից մեկը ասում է քարեն առավոտին հայտարարեց որ դուք աշխատակազմի հետ հարյանքներով եք խոսում սեռական բնույթի ինչպես կարգավորական հայտարարություն Գիտեք դրանք երյուրանքներ են եթե մի անձնավորությունը 14 տարից սպաս այդ կառույցի ղեկավարը աշխատի այսինքն կրթության բաժնի վարիչը աշխատի եւ ինքը 14 տարի մեր աշխատակազմում աշխատել է եւ ինքը հրապարակայնորեն Փնովում է այդ բնակավարը։ Ես խոսքեր չեմ ուզում ասել։
Միջև այս պահը ոնց է գնահատում ընթացքը։ Ձեր կարծեմ շտաբերից մեկի ղեկավարն ասում էր իր դեմ հարձակում է եղել։ Ինչի՞ մաս։ Խոշտանգել են։ Ինչու բժշկական Ծեծել են գործակալություն չի անցել։ Գիտեք, սկզբից առավոտվա կողմը սկսեցին անկայունություն սերմանել դրատեղամասերում։ Մենք մեր համակիրներին խնդրեցինք որևէ արճակատման չգնալ, բայց մի հատ այդպես դեպք է կատարվել մեր շտաբի պետի հետ։ Իրավաբանական մարմինները զբաղվում են այդ հարցը։ Այդ չեմ կարող ասեմ, իրավաբանական մարմինները զբաղվում են։ Իրեն ծեծի են ենթարկել։ Կարծեմ այդ թե իրավական։ իրավական մարմինները զբաղվում են։ Ասում են, որ ձեր մրցակցի շտաբից ասում են, որ ինչ-որ գումար բաժանելուց է եղել դրա պատճառով։ Այդպիսի բան ես չեմ լսել։ Բազմաթիվ Հիմա իրանք կտեսնեն, իրանք ինչ։ Բազմաթիվ վիդեոներ է քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը ֆիքսել, ինչպես են ձեր շտաբից դուրս գալի ընտրական շարք վերցնելուց հետո եւ նաեւ ձեր շտաբի պետը ինչպես է վերաբերվել Ալեն Սիմոնյանի հետ։ Դուք ինչպես կարծեքանք եք։ Մենք մեր շտաբի հայտարարությունը արել ենք արդեն իրավական մարմինները նորից զբաղվում են այդ գործով։ Ես կարծում եմ, որ ես չեմ պարտվելու, շնորհավոր եմ։ Ես այն մարդն եմ, ես կոնֆլիկտային մարդ չեմ, տարիները միշտ ինձ ցույց են տվել։ Հաղթողը պետք է շնորհավորես։ ՀՀԿ-ի դաբրոն ունեք, հա դուք։ Ես իմ ժողովրդի դաբրոն ունեմ, հրազդանցու դաբրոն ունեմ։ ՀՀԿ-ն աջակցում է ձեզ։ Այո, Այսինքն ունեք դաբրոն։ այո։ Նկատեք, որ այսօր Մարզպետանի մոտ երկու մեծ ավտոբուսներ եկան մեջլիկ մարդիկ, ովքեր կարծես հրազդանցիներ չէին։ Արտաշատում բարեկամներ ունեք։ Մենք բոլոր տեղեր բարեկամներ ունենք, որովհետև Հայաստանի Հանրապետությունը շատ փոքր հանրապետություն է։ Մարդիկ եկել են, իմ համախոհներն եկել են ինձ աջակցեն, այսինքն Կիրակի օրը։ Այդ չի չեք ասում, որ ես 20 օր Իջևանից, Երևանից, Կիրովականից, Լենինականից մարդիկ ոչ հրազդանցիներ քարոզչություն են անում։ Դրա մասին չեք ասում, այսօր մարդիկ եկել են, որ ինձ աջակցեն Կիրակի օրը, ասում եք։ Այդ եկել են աջակցեն, ինչու չեն ասում։ Այո, այո։ Ինչ ձևով են աջակցել։ Իմ ընկերներն են եկել են ու 17-18 տարեկան։ ես չեմ տեսել այդպես մարդ։ Լավ, ձեր ընկերները ինչպես են ձեզ աջակցել։ Այո, իմ համախոհն ինչ է։ Ինչպես են ձեզ աջակցել։ Ինչպես են աջակցելու այդ երկու ավտոբուս մարդիկ։ Իրենց ներկայությամբ Գիտեք, աջակցելը կա բարոյական, օքեբանական, կողքից կայնելով ինչ պետք է աջակ, եթե այստեղի գրանցություն ինչ պետք է անի։ Օրինակ հիմա ձեր կողքին չի։ Իմ կողքին ամբողջ հրազդանցիներն են կանգնած, ես ինչից պետք է վախենամ, եթե քաղաքավարության խնդիր, բայց ես չեմ տեսել երկու ավտոբուս, ես տեսել եմ իմ ընկերներին, բարեկամներն են եկել, ես ինչ կա դրա մեջ։ Այլ քաղաքներ ձեր հարազատները եկել են պարզապես բարոյապես ձեզ։ Այո, աջակցելու ինչ կա դրա մեջ, վատ բան է։ Դուք ունեք քաղաքապետարանում, Գառնի գյուղապետարանում բարեկամներ, հա։ Ես Գառնի գյուղապետարան բարեկամ չունեմ, դու ասում ես եմ գոլեգան է։ Հա, չէ, տեսել եմ, չէ՞։ Դե տեսել ես գնա տես ովքեր են։ Բայց ինչ եք բանով խոսում, տեսել ես։ Ես չեմ, դուք եք խոսում, ես չեմ տենում։ Հանրություն առումով այդ հարցին ամբողջական չպատասխանեցիք, միջև այս ժամի դրությամբ ինչպես է գնահատում ընթացքը, օրինական ընտրություններ են ըստ։ Այո, այո։ Որևէ ահազանգ ստացել եք շտաբի աշխատակիցները չեն խոչընդոտում։ Այդ մի դեպքն է միայն եղել։ Այո, այո։ Ես այդ մի դեպքից Ձեր տեղյակ եմ։ շտաբը որևէ ահազանգ ստացել է խախտումների կամ ընտրակեղծիքների։ Ձեր վստահված անձինք ինչ-որ անհանգստություններ տեղասրել են թե ոչ։ Իմ վստահված ազգ տեղամասերում լրագրողների լարվածությունից են բողոքում, ուրիշ որևէ բան չկա։ Դե հիմա այդ են ասում։ Ներկայությունից գուցե։ Դե կարող է դրանից էլ է, ինչ կա։ Իսկ լրագրող միջև հիմա չէին տեսել իրեն։ Դες չոփի չէին տեսել, մեկ չէին տեսել։ Դրանք լրագրողներն ինչ մեղավոր են, որ իրենք մարդիկ տեսնեն լարում են։ Դե դրա համար պետք է սովորեն անընդհատ։ Հիմա մարդիկ, եթե մարդուն խանգարում են աշխատանքային իր process-ում, մարդը դրանից է լարվում։ Օրինակ դուք եկաք ընտրության լրագրողները խոչընդոտեցին, խանգարեցին։ Դե ես չեմ տեսել, բայց իրանք են ասում։ Ես Բան տեսել եք գոնե սեփական աչքերով։ ոչ չեմ տեսել։ Հիմա ձեզ եմ տեսնում։ Ուրախան խախտում չեմ տեսել։ Պարոն Դանիելյան, այսինքն ձեր վստահված անձինք ասում են, որ լրագրողները խոչընդոտել են։ Դե չեն խոչընդոտում է։ Լարվածություն են ստեղծում։ Բայց չլինեք ընտրատեղամասերում։ Եղեք, բայց ես բան ասեցի, լարվածություն։ Լարվածությունը ո՞նց են ստեղծել։ Կբացեք, հա, ձեր միգուցե ձեր բարերով բացատրեք։ Դե գիտեք ինչ է, ժողովուրդն է հիմա աճախում անդրատեղամաս կարող է լարվածություն տեսնում եւ վատ ազգում։ Եթե մարդիկ հանձնաժողովի անդամները կամ իմ վստահված անձինք այտենց են արդ, բայց ես չեմ տեսնում որ դա խոչընդոտում է ընդրական process-ի վրա։ Պարոն Դանիելյան, ո՞նց եք տոնել ձեր հաղթանակը։ Ոնց որ միշտ տոնել եմ։ Այդ ո՞նց։ Ոչ մի հրավառություն։ մեծ հատուկ Եվ մեքենան, խաղաղությամբ որով եկաք, ձեր ծառայողական մեքենան է։ Ոչ, իմ անձնական մեքենա։
Ինչ միջոցներով դրեք։ Իմ անձնական միջոցներով։ Քաղաքապետի աշխատավարձը թույլ տալիս։ Ոչ, ես բիզնես էլ ունեմ, իմ բարեկամների բիզնեսների օգնությամբ։ Բիզնեսներ եք։ Հա։ Բիզնեսներ եք, ինչ բիզնես եք ծավալում։ Դուք օրեցակ տեսնեք, կարդակ, տեսեք ինչ բիզնես։ Համատեղել եւ քաղաքապետի պաշտոնյա։ Ոչ։ Ինչ բիզնես ունեք։ Դուք կասեմ էլ, ես ընդ նշել եմ։ Եկել ենք, ասեք։ Որ ոլորտում լավ, ասեք որ ոլորտում եք ծավալում։ Ավատարմագրային կառավարման հանձնված բիզնեսներ են, ինչ կա այդտեղ որևիցե խնդիր, կարծում եմ Չենք ասում խնդիր կա։ Ուրիշ Ուրիշ ինչ Հիմա բիզնեսներ դուք ունեք։ այս պահին կարծում եք որ այն ամենին հաղթանակը դուք եք։ ես վստահ եմ։ Ինչն է ձեզ ստիպում այսպես վստահ։ Իմ ժողովրդի հրազդանցու մոտեցումներ։ Կարծում եք որ հրազդանցին գոհ է ձեր։ Այո։ Բազմաթիվ հրազդանցիներ իրենց դժգոհությունն են հայտնում։ Գիտեք, 14 տարիների ընթացքում բնականաբար մենք հրազդանում քաղաքում բազմաթիվ խնդիրներ ունենք։ Բնականաբար Ինչի՞ չեք կարողացել լուծել։ Ասում եք քաղաքի բյուջեն սուղի, այսինքն իշխանությունները, հա, չէ, հիմա քաղաքի բյուջեով չես կարող հրազդանի սպეციფიկ քաղաքի նման քաղաքի խնդիրները լուծես։ Դիմել եք օրինակ կառավարություն։ Այո, դիմել ենք կառավար, այո, օգնում են։ Մենք ունենք զարգացման ծրագիր քաղաքի եւ տարիների ընթացքում այդ խնդիրները կլուծվեն։ Քանի տարի է հələ ձեզ պետք օրինակ որ կարողանաք լուծել։ Առաջիկա տարիներում այդ խնդիրները լուծվելու են։ կարելի է սպասել մինչև հաջորդ հարցը, հա։ Այդպես է դուրս գալիս, հա։ Ինչ։ Այդպես է դուրս գալիս, որ դու քաղաքապետի պաշտոնում չես զբաղվում, ուրիշ բիզնեսով ես զբաղվում։ Ոչ, այդպես բան չկա։ Ուրիշ Ուրիշ ինչ բիզնես ունեք։ չունեմ։ Անգամ Բիզնեսից էլ ներդրումներ անեք հանում քաղաքի։ մենք ամեն ինչ էլ անում ենք սոցիալական Ճանապարհներից հենց չնկատեցինք, որ էլի դուք ինչ-որ Մի րոպե։ Հենց ես հարց եմ տալիս։ Լսեք, դուք ճանապարհաշինությունից կարող չեք հասկանում, ասեմ, Հրազդանում կա 193 կիլոմետր գլխավոր ճանապարհ։ Ամեն տարի մի րոպե արել ենք, մենակ դրա պահպանման համար, որ 6 ամիս ձմեռը եւ 35 մինուս ջերմաստիճանի սահմաններում անընդհատ այդքան ավազ 6 ամիս ավազ ու աղ լցելով քայքայվում է։ Մենակ այդ ճանապարհները պահպանելը արդեն մեծ աշխատանք է։ Պահպանված ճանապարհ ուղղակի չտեսանք, բոլորը դարոփոս են եւ կարկապաններ են։ Դե որովհետեւ Հրազդանում գարուն է։ Հիմա սկսել ենք ընթացիկ վերանորոգման աշխատանք ընթացիկ Վերերակներն են լավ վիճակում չեն։ Անբարվոք վիճակում է ձեր ծրագրում էսպիսի դպրոցները։ Այո, այո։ Հիմա մենք ունենք 12 հատ մանկապարտեզ, 2 երաժշտական դպրոց, սպորտ դպրոցներ, արվեստի դպրոցներ։ Հիմա մենք տարիների ընթացքում չենք փակել դպրոցները։ Ինչ համար չենք, որովհետև սոցիալական խնդիր ենք լուծել եւ լուծել ենք աշխատողների խնդիրը։ Այսինքն եթե մենք փակեինք, այսինքն այդ հնարավորություն չունենայինք այս կապիտալ վերանորոգեինք, արդեն այդքան աշխատող պետքա չպահեինք։ Այո, այս տարի նախատեսված է շուրջ 2 խոշոր մանկապարտեզ վերանորոգվելու եւ 1 երաժշտական դպրոց։ Վերերակները, պարոն Դանիելյան, վերերակները որ Վերելակները գիտեք, մենք ունենք 234 վերելակ, որից 134-ը վերանորոգվել է։ Մենք մեր այս տարիների ընթացքում բնակչության հետ միասին նաև այս տարիների ընթացքում այս տարի նախատեսել ենք 50 վերանորոգումների ամբողջությամբ վերանորոգում, որը սկսել ենք արդեն։ Արդեն 10 վերելակ միանգամից սկսել ենք աշխատել։ Մինչև տարվա վեճ 50 վերելակ պետք է վերանորոգենք։ Այնուամենայնիվ ինչու է գաղտնի պահում թե ինչ բիզնեսով եք զբաղվում։ Ես գաղտնի չեմ պահում, ես լցակայան ունեմ, հավատարմագրական բան կա, կառավարման հանձնված, ինչ կա դրա մեջ, 100 անգամ ասեցի։ Դու լավ 100 անգամ չի, նոր ասեցի։ Եթե դու նկարել ես Facebook-ում դրել ես, դու լավ գիտես դրա մասին։ Պարոն Մարտյան, հնարավոր է այդ միջադեպի հետ կապված դուք Միջադեպի հետ կապված արդեն համապատասխան կառույցները զբաղվում են, լավ կլինի, որ իրենց դիմեք, հաշվի առնելով այսօրվա ընտրության օր լինելու հանգամանքը եւ պարոն Դանիելյանի ծանրաբեռնվածությունը, շնորհակալ ենք բոլորիդ, անհրաժեշտություն առաջանալու դեպքում մենք ասուլիսով հանդես կգանք։ Այո, մենք ասուլիս կանենք, արի մայր, արի խոսալով գնանք, արի։ Ես մի հարց եմ ձեզ տալ։ 14 տարի առաջ դուք 43-44 շենքի հայաթը ժողովրդի խոսք տվեցիք, որ այն շուկայի իշխող աստիճանները կվերանորոգեք։ Մինչև հիմա վերանորոգում եք։ Մենք ընդեղից ձմեռը ռիսկ չենք անում, որ հիշենք շուկա։ Ասեմ, այրիկ ջան, ուրեմն այդ շուկան, որ սեփականաշնորհված է,
Մենք չենք կարա տեղից ճանապարհը բացենք դեպի շուկան։ Ճանապարհ կա։ Չես բացում, աստիճանները վերանորոգում եք դուք։ Մինչև հիմա չեք վերանորոգել, խոստվածը չարեցիք։ Պարոն Դանիելը, զբոսայգին ինչի է ցանկապատված եւ ինչի է մասնավորեցվել քաղաքի։ Զբոսայգին մասնավորել Դերել են մեր շենքի հայաթը, մեքենաներն էլ գալիս են լցվում են մեր հայաթը, ոնց որ ավտո կանգ առնի։ Եթե բողոքում ենք էլ ասում են, սա բանուկ փողոց է, ասում եք բանուկ է, թող անցնի դառնա։ Բան չէ գալի կայնում իմ քթի տակը։ Գկաս ես պատասխանում Շուրջ տարի առաջ դու խոստվեցիք ու չարեցիք։ Էդ ես ասեցի։ Շնորհակալ եմ, ապրես։ Զբոսայգին գիտեք որ մասն եմ ասում, որը որ հիմա ցանկապատված է, հրաստանցիները ասում են դա զբոսայգի չի եղել 90-ական թվականներին դա սեփականաշնորհվել եւ դրել են բանկից վարկ են վերցրել։ Ես որ 2002 թվականին քաղաքապետ եմ պաշտոնը ստանձնեցի, այդ տարածքը սեփականաշնորհված տարածք է, ոչ թե զբոսայգի։ Բանկի սեփական բանկը վաճառել է ինչ-որ մի անհատ հրազդանցի առել է։ Բայց մենք պայմանավորվածություն ունենք այդ քաղաքացու հետ, որպեսզի Չինաստանից անպատասխան այդ կարուսելներ բաներ կրի եւ այդ խնդիրը լուծի։ Դա 90-ականներին 90-ական նոր է ցանկապատվել։ Նոր է ցանկապատվել, դրա համար մենք էլ պայմանավորվածություն ունենք սեփականատիրոջ հետ։ Այո, Մոնտեյ արձանը մենք տեղափոխել ենք զինվորական կոմիսարիատի բակում, ասֆալտապատել ենք, բարեկարգել ենք, տեղադրել։ Մենք էլ տնական Ինչ։ Եղել է զբոսայգի փաստորեն։ Ոչ։ Իսկ տնական ավանի հետ կապված ինչ-որ ծրագրեր կան այնտեղ։ Տնական ավանը, գիտեք, մարդիկ ապօրինի զբաղեցրել էին այդ տարածքները։ Տարիների ընթացքում մենք այսինքն թողել ենք որ մարդիկ այդտեղ բնակվեն, բայց տարիների ընթացքում կատաստրային, այսինքն կատեգորիայի փոփոխության հետ կապված մենք կարողացանք այս տարիների ընթացքում այդ խնդիրը լուծել։ Հիմա գույքագրում ենք կատարել տվյալ թաղամասում, առանձնացնում ենք հողատարածքներ եւ տնական այդ տնակները եւ հատկացնելու ենք ավագանու որոշմամբ անհատույց հատկացնում ենք մեր քաղաքացիներին։ Այո։ Իսկ այնտեղ բարելավելու վիճակը դա արդեն քաղաքապետարանի գործը չի։ Երբ որ մենք արդեն սեփականաշնորհեցինք, այսինքն իրենց անունով արդեն բարեկարգման հարցեր կլուծենք ընթացքում։ Որտեղ եք։